Շիրակցիայից աղջիկները Ստրասբուրգից վերադարձել են հաղթանակով, նրանք մասնակցել են Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ ամենամյա մրցույթին, որը կազմակերպում է Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում։ Մրցույթի նպատակն է ներկայացնել տարբեր ազգերի մշակույթը եւ բացահայտել շնորհալի պատանիներին։ Մեր աղջիկները Սասնա Ծռեր էպոսի մասին պատմող փազլ խաղ էին պատրաստել, առաջին պլան բերելով ծովինարին։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ հայ կանայք ու հայ կնոջ հավաքական կերպարը շատ ուժեղ է, խիզախ եւ արդարամիտ։ Հաղթանակը կարևոր չէ ինչքան հենց ներկայացնելը, քանի որ եթե նույնիսկ գնայինք էլ ներկայացնելու, դա անհրաժեշտ էր, որպեսզի բոլորը հասկանան ծովինարի նշանակությունը այստեղ։ Հայաստանը երկրորդ անգամ է մասնակցում մրցույթին։ Այն կազմակերպում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Մեծամորի պատմահնագիտական արգելոցում նախարարն ու Եվրամիության դեսպանը հանդիպեցին մրցույթային թիմերի հետ, միասին շրջեցին միջնաբերդի տարածքում, հանձնեցին պատվոգրեժ։ Կարևոր է, որ նրանք մշակութային ժառանգության հանդեպ ուշադիր են եւ տեսակ, որ նախագծերն էլ շատ տարբեր են։ Կան երեխաներ, որոնք տեսանյութեր են պատրաստել, կան երեխաներ, որոնք խաղեր են պատրաստել, կան երեխաներ, որոնք արտադրություն են արել։ Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում մշակութային ժառանգության հանդեպ մեր դպրոցներում առանձնահատուկ վերաբերմունքին։ Գիտեք, այս ուսումնական տարին էլ մշակութային կրթության տարի էինք հայտարարել եւ այսօր էլ հնագիտության օրերի մեկնարկն ենք տալիս։ Նախորդ տարվա պես այս տարի եւս մասնակցությունն ակտիվ էր։ Ներկայացված աշխատանքներում թեմերը կարևորել էին ազգային տարրը, Սասնա Ծռեր, հայկական թուղթ, գորիս, Փարաջանովյան մոտիվներ, գառնի, վանեցիներ, սանահին ու հաղպատ եւ արբիկոն։ Ահա լավագույնները։ Ֆորմատը նաեւ առաջնահերթ ոչ միայն մշակութային է, ժառանգության մասին է, այլև ընդհանուր կրթության մասին է, քանի որ զուգահեռ մրցելով եւ ընտրելով իրենց ազգային ժառանգության որևէ էլեմենտ, թիմերը հնարավորություն են ունենում միաժամանակ ընդունելու, ճանաչելու եւ իմանալու իրենց ժառանգության տարբեր էլեմենտների մասին։ Թիմերից մեկն էլ ներկայացրել էր հայկական խնկաբույր թուղթը, որը լուրջ բիզնես է դարձել ֆրանսիացի Օգյուստ Վոնսենի համար։ Այցելելով Արևմտյան Հայաստան, ֆրանսիացին հյուրընկալվում է հայկական ընտանիքներում եւ բոլոր տներից նույն անուշաբույրն է զգում։ Նրան բացատրում են, որ դա խնկի հոտ է։ Երբ որ վերադառնում է Ֆրանսիա, ստեղծում են Անրի Ռիվիեի հետ, ով քիմիկոս էր, ստեղծում են հայկական թուղթը։ Ու քանի որ հենց Հայաստանում էր սկզբնաղբյուրը, այդպես անունը դնում են Պապիա Տերմենի։ Թռչնի խորհուրդը Փարաջանովյան մոտիվներում գառնու յուրահատկությունը տաճարի ճարտարապետության մեջ լավաշը որպես ոչ նյութական ժառանգություն եւ այլ գործեր ներկայացրել էին ազգային գունապատկերով։ Փարաջանովը շատ էր օգտագործում սիմվոլները իր խորհրդանիշները իր ֆիլմերում, աշխատանքներում, կոլաժներում եւ մենք նույնպես որոշեցինք, որ պետք է օգտագործենք սիմվոլիկան։ Գառնին առաջին հայացքից թվում է հունահռոմեական կառույց, բայց ինքը իրականում հայկական է եւ կարծես հայկական եւ եվրոպական մշակույթների սինթեզ լինի։ Պատանիների համար կրթական խաղեր էր կազմակերպել Պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ը հնագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով։ Մոտիվացնում է, որ ինչու՞ չէ նաև ընտրեն օրինակ ապագա մասնագիտություն, օրինակ արի խաղանք հնագիտության դեպքում կարող են ձևավորվել հնագետներ, ռեստավրատորներ։ Ես շատ կուզեի, որ այս երեխաներից գոնե թե 1/20-ը զբաղվեին այն խնդիրներով, որոնք հիմա մենք ուսումնասիրում ենք, եւ դա կլիներ այն կարևոր ներդրումը, որ մեր սերունդը կատարել է հաջորդ սերնդի համար եւ հաջորդ սերնդին նախապատրաստել այս աշխատանքները պահպանելու, շարունակելու եւ փոխանցելու։ Մրցույթի մասնակիցները երկար մնացին Մեծամորում, տեսնելու շատ բան կար, հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ էին պատմահնագիտական արգելոցում։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։